Մի փոքր անդրադարձ նախ պատգամներին առաջի նախանցած շաբաթվա շրջանակներում մենք տեսանք, որ Հիսուս որդատունգն է։ Հիսուս որդատունգն է, որից սնվում եւ որից հասունանում են որդաճյուղերը։ Մենք տեսանք, որ որդատունգին կպած ճյուղերի հետ Աստված աշխատանք է տանում։ Ինչպես որդաճյուղը առանց որդատունգի չի կարա ունենա կյանք, այնպես էլ քրիստոնյան առանց Քրիստոսի, եթե Քրիստոսին կպած չէ, չի կարա ունենա կյանք։ Մենք տեսանք, որ Աստված երկու տեսակի աշխատանք է տանում ճյուղերի հետ, եկեղեցու անդամների հետ։ Առաջինը էտում է, այսինքն ձևավորում է քրիստոնեական կերպար, քրիստոնեական արժեքներ, հեռացնելով ավելորտեն մասը, որբեսի Քրիստոսից այն ամբողջական անարած սրունդը վերցնի եւ առողջ պտուղ տա, եւ տեսանք երկրորդ տեսակի քրիստոնյաների մասին, որ Աստված կտրում եւ կրակն է նետում, հավիտենական տանջանք։ Նաեւ անցած շաբաթվա շրջանակներում խոսեցինք, թե Քրիստոսի սիրո մեջ մնալու ինչքան մեծ կարևորություն կա, ինչքան մեծ պատասխանատվություն ունի քրիստոնյան Քրիստոսի մեջ որդատունգին կպած լինելու գործում։ Եթե իմ պատվիրանքները պահեք, եթե իմ խոսքով ապրեք, սա էլ կլինի այն ցուցիչը, որ դուք ինձանից եք։ Այսօրվա պատգամը, որ պիտի նայենք, սիրելիներս, տասնինգերորդ գլխի 18-րդ համարից կսկսենք կարդալ։ Եթե աշխարհը ձեզ ատում է, գիտեցեք, որ ձեզանից առաջ ինձ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհն իրանը կսիրե, բայց որովհետև աշխարհիցը չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհիցը, նրանց համար աշխարհը ատում է ձեզ։ Հիշեցեք այն խոսքը, որ ասեցի ձեզ. ծառան իր տերիցը մեջ չէ, եթե ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու։ Եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։ Բայց այս ամենը կանեն իմ անունի համար, որովհետև չճանաչեցին ինձ ուղարկողին։ Եկեք ոտքի կանգնենք ու աղոթենք, որից հետո շարունակենք։ Սքանչելի Տեր, շնորհակալ ենք խոսքիդ համար։ Կխնդրեմ, որ դու խոսես, դու ներգործես ամեն մեկի սրտի մեջ եւ դու փառավորվես։ Կխնդրեմ ամեն մեկին տաս իմաստություն խոսքդ կիրառելու, ընկալելու, կյանքի վերածելու եւ այստեղ կերևա, որ Տեր քոնն են եւ այն խոսքը, որ դու տվել ես մեզ, գործածվում է իրենց կյանքերում, կյանքի ամեն բնագավառում եւ այո, նաեւ այս միջոցով դու կպատրաստես նրանց գալիք հալածանքներին, փորձություններին եւ այն, ինչ որ արկա է այսօր։ Կխնդրեմ օրհնես ամեն մեկին, ականջները բացես եւ միտքն ու սիրտը բացես։ Որ վաղը այսօրվա պես չլինի, ավելի քեզ ճանաչեն, ավելի խոսքդ սիրեն եւ ավելի պատրաստ լինեն քո փառքի համար ապրելու։ Հիսուսի անունով, ամեն։
Այս հատվածի հիմնական թեզերից մի քանի բան կառանձնացնենք։ Հիսուս տալիս է նախազգուշացում։ Եվ այդ նախազգուշացման անհրաժեշտությունը կա։ Ինչ է նախազգուշացնում իր հետևորդներին։ Գալիք հալածանքների մասին, որ լինելու է, եթե աշխարհը ձեզ ատում է, գիտեցեք, որ ձեզանից առաջ ինձ է ատել։ Սա նա անում է ոչ թե վախեցնելու համար իր առաքյալներին, իր աշակերտներին, մեզ քրիստոնյաներից, այլ նա սա անում է տալով նախազգուշացում, որ ձեզ ատելու են։ Նախազգուշացնում է, թե ինչ առճակատման դեմ եք դուք դուրս եկել քրիստոնյաներդ, իմ զավակներս։ Եվ ասում է, որ այս ամենը խոսեցի ձեզ հետ, որ չկա, դա կղվեք։ Այսինքն չկորցնեք հավատքը դժվարության պահին։ Դժվար լինելու է, ձեզ հալածելու են, ահա նախազգուշացնում եմ, բայց նախազգուշացման հետ մեկտեղ միասին, ասում եմ, ձեր հավատքը չկորցնեք, երբ որ կգա այդ դժվարությունները։ Կրոնական հալածանքի կանխատեսում է Տեր Հիսուսը առաջ քաշում, որը անմիջապես իր հարությունից հետո սկսվեց աշակերտների համար։ Նկարագրում է իրողություն, իրականություն, որը լինելու է։ Կհալածվեք, ժողովարաններից դուրս կնետվեք։ Գիտեք այն ժամանակ ժողովարաններից դուրս նետվել ինչ էր։ Երբ որ մարդկանց համարում էին ազգի թշնամի, Աստծո թշնամի, եւ մարդը հասարակության մեջ կորցնում էր իր դեմքը։ Նա դառնում էր ազգի թշնամի։ Իր հետ հաց չէին ուտում, իր հետ չէին շփվում, իր հետ չէին տալիս առնում որևիցե ասպարեզում։ Եվ ասում են նույնիսկ սպանվեք մարդկանց ցերկում։ Սա ցույց է տալիս կրոնական մտահաղացման վտանգը, թե ինչ է սպասվում աշակերտներին, առաքյալներին, Քրիստոսի ծառաներին, ինչպես առաջի դարում, այնպես էլ մինչև օրս։ Դրանից հետո ասում է, թե ինչի համար է այդպես։ Կա հոգևոր կուրություն։ Հալածանքի պատճառը այն է, որ մարդիկ հոգևորապես կույր են եւ չեն հասկանում ով է Աստված, ով է Հիսուս Քրիստոսը։ Եվ տալիս է վերջնական պատրաստություն, հայտարարում է մեկնումը հոր մոտ։ Այդ ժամանակ աշակերտների մոտ տրտում վիճակ էր։ Հիսուսը այս միջոցով նրանց ասում է, որ ահա դուք անցնում եք մի նոր փուլ, մինչև հիմա ձեզի հետ էի, ուրիշ կարգավիճակ էր։ Եվ հիմա դուք ձեռնպահ չեք մնալու այն փորձություններին ու հալածանքներին, որ ձեր հետ եղած ժամանակ ես ունեցա, եւ հիմա տեսնելու եք ինչ է լինելու։ Եվ քանի որ դուք մասն եք որդատունգի, դուք ճյուղերն եք, դուք մասն չեք մնալու, երբ որ որդատունգին հարվածում են, ճյուղերն են նվաղում, երբ որ որդատունգին վնասում են, ճյուղերն են վնասվում, եւ դուք լինելով կպած իմ անձին, լինելով իմ մարմնի անդամները, լինելով իմ զավակները, եթե ինձ ադեցին, ձեզ են ադելու, ձեզ են վտարելու, ձեզ են հալածելու։ Այն քրիստոնյան, ով չունեցավ հալածանքի կյանք, ուրեմն իր գործերը սատանայի ու աշխարհի հետ շատ է լավ է։ Շատ բարձ ասում է Հիսուս դրա մասին այս համատեքստում, որը հիմա տեսնելու ենք։ Ընդհանուր թեզը կարող ենք այսպես ձևակերպել։ Ճշմարիտ հոգևոր կյանքը պահանջում է նախապատրաստվածություն դժվարությունների։ Սիրելի եկեղեցի, ճշմարիտ հոգևոր կյանքը ենթադրում է նախապատրաստություն դժվարություններին։ Էլի եմ ասում, փափուկ բարձի վրա գլուխը դրած քրիստոնյան Քրիստոսի հետ բաժին չունի։ Քրիստոսի հետ կապ չունի։
Բայց նաև ակնկալում է այս ամենը Աստծու հանդեպ հավատարմություն անկախ ամեն բանից։ Եվ սա ձեզ ուժ կտա հալածանքներին դիմակայելու։ Հիմա պատգամը, որի մասին խոսելու ենք, այսպես է. երբ հավատքդ գին ունի, արժեք ունի։ Տասնհինգերորդ գլուխը այս հատվածում նախապատրաստում է իր աշակերտներին հալածանքների։ Եվ սա ունի հիմնական կետեր, որի մասին խոսելու ենք։ Առաջի կետը, որ նայում ենք, աշխարհի ատելությունն է։ Հիսուսը բացատրում է, որ եթե աշակերտները ատելության են հանդիպելու, սա պատահական չէ։ Ինքն արդեն ապրել է այդ ատելությունը։ Ու աշակերտները նույնը պետք է սպասեն։ Եթե նույն խոսքի, նույն վարկի, նույն աստվածպաշտության համար ինձ ատում են, ձեզ ինչ պիտի անեն։ Եթե ինձ ատում են, ձեզ էլ պիտի ատեն, որտեղ ինձ ատեցին սկզբից, եւ դուք ունեք նույն կերպարը, եթե ունեք նույն կերպարը իհարկե, եթե նույն խոսքն եք խոսում, խոսքի համար էր ատվում Քրիստոս, եթե նույն գործն եք գործում, գործի համար էր ատվում Քրիստոս, եթե դու աշխարհային համակարգին հակառակ ես ինչպես Քրիստոսը, մեղքին, մարդկային բնությանը, վատ, մարդկային բոլոր տեսակի գործելավոճին, այո, դու ատելի ես այնպես, ինչպես Քրիստոս։ Սա չի նշանակում, որ նրանք ինչ-որտեղ սխալվում են, ընդհակառակը, նրանք ատվելու են ճշմարտության համար, ճշտի համար։ Դրանից հետո Հիսուս ասում է, որ ես ձեզ ընտրեցի։ Ես ձեզ ընտրեցի։ Դուք աշխարհից չեք։ Ես ձեզ աշխարհից ընտրեցի։ Այս բառերը ցույց են տալիս, որ Հիսուսի հետևորդները ապրում են այլ արժե համակարգով։ Քրիստոսի աշակերտների արժե համակարգը դեռևս Քրիստոսի աշակերտները երկիր մոլորակի մեջ են, տարբեր է աշխարհի համակարգից եւ մտածելակերպից։ Չի կարա մեկը լինի աշխարհի մտածելակերպով, ապրի ինչպես բոլոր աշխարհը ու ասի ես Քրիստոսին եմ նման, ես Քրիստոսի հետևորդ եմ, Քրիստոսի հետքերով կքայլեմ։ Քավլիցի։ Դրանից հետո Հիսուս բերում է ծառայի եւ տիրոջ սկզբունքը, ծառան ավելի մեծ չէ, քան տերը։ Եթե ուսուցիչը հալածանքների է ենթարկվել, աշակերտները նույնը վերապրելու են։ Նույնը ունենալու են։ Սա ռեալիստական սպասում է աշակերտների համար, ոչ թե հուսահատության։ Ռեալ լինելու է սա, եւ սա այն, որ դու Քրիստոսի նման հալածվում ես, ցուցիչն է այն բանի, որ դու նման ես Քրիստոսին։ Մենք չենք խոսում այն անմիտ հալածանքների մասին։ Մի հատ այսպիսի պատմություն կա, կինը գալիս ասում է հովին, «Այ գիտես, ամուսինս եկավ սավ ճաշտիր, ես Աստվածաշունչ կարդայի չտերի, գիրքը առավ գլխիս տվավ»։ Դիք անմիտ հալածանք է, դիք հալածանք չէ։ Մենք խոսում ենք ռեալիստական այն հալածանքի մասին, որ քրիստոնյան, ճշմարիտ քրիստոնյան պիտի ունենա։ Եթե չունի, ուրեմն ինքը Քրիստոսի հետ բաժին չունի, որովհետև ինքը ընտրվել է աշխարհից Քրիստոսին նմանվելու համար, եւ եթե դու Քրիստոսին ես նման, դու հակառակ ես աշխարհին ու աշխարհի գաղափարախոսություններին, հետեւաբար պիտի հալածվես։ Եթե բամբուլից բարձր գտնում ավելի փափուկ չէ, մի հատ էլ ինչ կսեն, օրթոպեդիկ, հա, բարձրից կուզես, դիք կնշանակի որ բանը փափուկ տեղ ման կաս Քրիստոսի ու եկեղեցու մեջ։ Իսկ Հիսուսը պես չի ասել, գնացեք ավետարանեք, ավետարանեցիք էլ բարի լուրը տարակ մարդկանց ցեզի ադելու է։ Դրանից հետո ասում է, Հիսուսը նշում է, որ իր գալուստը մարդկությանը կանգնեցրել է ընտրության առաջ։ Մարդիկ իրեն մերժեցին եւ այս մերժումը մարդկային ռեալ գիտակցական մերժում էր Քրիստոսին։ Եվ որից հետո Հիսուս բերում է մարգարեական կատարում,
Սաղմոսներից մեջ բերում ասելով. ինձ առանց պատճառ ատեցին։ Երբ որ մենք ուշադիր ենք լինում, մեզ ադում են, մեր խոսքը չեն ընդունում, իրական պատճառ չունենալով, սիրու համար են ադում, ճշմարտության խոսքի համար են ադում, Քրիստոսին նմանվելու համար են ադում։ Եկեք մի հատ աշխարհի մեջ նայեք ինչ ձևի է ամեն ինչը գործում։ Մարդիկ ինչ են անում, ասում ես փառք Աստծո լավ է, չէ, իդեալական։ Բոլորը իրաց մեջ մի հատ Աստված կերպար ունեն։ Փառք Աստծո լավ է։ Ամեն երկրորդ բառը մարդիկ ասում են փառք Աստծո։ Բայց հենց ասում ես փառք Քրիստոսին, բավական է Քրիստոսի անունը լսեն, ուսենան ասի աղանդավոր է։ Ինչ Քրիստոս, ինչ բան, մենք սաղը սովորենք, այդ կրոնական, այդ բառախոսակցական վիճակը։ Ասում է, որ ձեզանից առաջ ինձ ատեցին։ Իմ անվան համար է լինելու այդ բանը։ Հիսուսի սուրբ ու կատարյալ անվան համար։ Ամբողջ հատվածը նպատակ ունի ոչ թե հուսահատեցնել աշակերտներին, այլ նախապատրաստել Հիսուսի օրինակը տալով, որ հավատարմության ճանապարհը, հավատարիմ մնալու, հավատարիմ լինելու ճանապարհը հեշտ չէ։ Լի է հալածանքներով, տառապանքներով։ Համար 18-ը։ Եթե աշխարհը ձեզ ադում է, իմացեք նախ ինձ է ատել։ Հիսուսը մխիթարում է այս միջոցով իր աշակերտներին։ Երբ որ ասում է եթե, բնագրային բառը նաև ենթադրում է երբ աշխարհը ձեզ ադի։ Ու այդ ադելությունը երբ որ գալու է 100%-ով։ Քրիստոնյայի համար անխուսափելի է հալածանքը։ Այն քրիստոնյան որ իր բորշի կաստուրքից դուրս հեշ բան չի տեսնի։ Քրիստոնեական հալածանքը, տառապանքը, Քրիստոսի կյանքին մասնագիծ եղնելը ավետարանի գործը չունի, սա լուրջ խնդիր է։ Հունարեն ատել բառը նիսեի ոչ միայն զգացական ատելություն է, այլ ակտիվ դիմադրողականություն քրիստոնյաներին, մերժում, աշխարհը ակտիվ դիմադրում եւ մերժում է այն համակարգը, այն խոսքը, որ դու ունես քո մեջ Քրիստոսից։ Ակտիվ դիմադրում, ակտիվ մերժում, ակտիվ հալածում։ Եվ դրանից հետո ասում է, եթե աշխարհից լինեիք, ձեզ չեր ադի։ Քանի որ ատում է ձեզ այն բանի համար, որ նախ ինձ է ատել, հետևաբար, եթե ատելության աղբյուրը ես եմ, եթե ձեզ ատելու, եթե ձեզ ատելու միակ սկզբունքը աշխարհի համար իմ անունն է, իմ գործելավոճն է, հետևաբար դրա հակառակ կողմն էլ կա։ Եթե դուք իմ նման չլինեք, ձեզ չի ադի աշխարհը։ Ուստի շատ քրիստոնյաներ, ովքեր չունեն այդ հալածանքը, այդ տառապանքը, այդ ամեն ինչը, եւ մասնագիտ չեն, աշխարհին արտճակատված չեն ավետարանի գործով, հետևաբար մի խնդիր կա, որ իրանք այս աշխարհի հետ կան էլ վատ չեն։ Շատ դե լավ են աշխարհի հետ։ Եթե այս աշխարհից լինեք 19 համարը, ապա աշխարհը ձեզ իբր յուրայիններ կսիրեր։ Բայց քանի որ յուրային չեք սիրում աշխարհի գործերը, մեղքը, պղծությունը, այն ամեն չարիքը, ինչ որ կա աշխարհի մեջ, այլ իմն եք, իմ կերպով հալածվելու եք։ Այստեղ աշխարհ բառը կոսմոս ոչ թե ֆիզիկական տիեզերքի, այլ մարդկային համակարգի ու արժեքների մասին է խոսքը։ Եթե դու այս մարդկային համակարգից ու արժեքներից լինեիք, ձեզի չեր ատե աշխարհը։ Բայց քանի որ իմ արժե համակարգից եք, չի կարա աշխարհը ձեզի սիրել։ Մարդկանց կերտած սկսես եղբայր դու փրկության կարիք ունես, դե ժողք ես գնում։ Ասում եք սատ կստեմ խելոք մնա։ Դու ծեր կուտաս, դու չես ուզեմ մարդը կորուստեր տա։ Դու չես ուզեմ մարդը ընդհանրապես մնա այս աշխարհի այս համակարգի մեջ։
Ու դու այդ համակարգից կզզվից, դու գնաց եք այնել ես կսես նայ, Հիսուս կարա քեզի փոխե։ Հիսուս կարա քու կյանքդ վերափոխե։ Հիսուս կարա քեզի նոր արժե համակարգ տա։ Ու դու կդառնաս ադելի միայն բարության, սիրո դրսևորման համար։ Քրիստոսին լինելու համար, որտեղ Հիսուս միագորինակ ատելությամբ բերում է իր վրա ասում իմ անվան համար։ Նախ ինձ ատեցին։ Բայց ես ձեզ աշխարհից ընտրեցի։ Սա Հիսուս Քրիստոսի ակտիվ ընտրությունն է եկեղեցի ճա։ Հիսուս ձեզի աշխարհից ընտրեց։ Ուր է հիմա աշխարհն, ինչ կեն այս ժամին, այս պահին։ Դուք ինչ կենեք։ Աստծո խոսքը լսեք։ Ես ձեզ աշխարհից ընտրեցի։ Սիկ ակտիվ ընտրություն է, ոչ թե пассив բաժանում աշխարհից։ Ընտրություն, որբեսի լինելով աշխարհի մեջ, դուք գործեք, դուք անեք, դուք այն ամենի միջով անցնեք, ինչ որ Հիսուս Քրիստոսը պատվիրել, ասել է եւ զգուշացրել է։ Հունարենում ընտրել բառը excelxamin նշանակում է հատուկ նպատակի համար առանձնացնել, ոչ թե մենակ пассив ընտրեց ու սա գնա ինչ կուզես էրա, այլ հատուկ նպատակի համար։ Ու հատուկ նպատակներն են, որ պատճառ եւ առիթ են դարել, որ աշխարհը ատում է մեզ։ Որն է հատուկ նպատակը։ Հիսուսի նման ապրել, ավետարան տարածել, Աստծո խոսքի մեջ լինել, աշխարհին հակառակ տալ, սիրով, ոչ թե մահակներով, եղաններով, նեդուաղեղով, սիրով, Քրիստոսի արժե համակարգով։ Դրանից հետո ասում է 20 համարում, հիշեք այն խոսքը, որ ձեզ ասեցի, հղում է անում կրկին Հովանու 13-րդ գլխու 16 համարին, որտեղ ոտն լվայի ժամանակ Հիսուսն ասեց. Ծառան ավելի մեծ չէ, քան Տերը։ Եթե Տիրոջը հալածում են մի սկզբունքի համար, մի բանի համար, ինչ ինանում, մի կերպարի, մի գործողության, մի ճշմարտության համար, ծառան ավել չէ։ Տելոս, սա Տեր, ծառա հարաբերությունների սկզբունքն է, որը ցույց է տալիս նույնականացում։ Այստեղ նույնականացման գաղափարն է, որ ծառան, ով որ ճշգրիտ կերպով ներկայացնում է իր Տիրոջը, նույն բախտին է արժանանալու։ Նույնականացում գործի հալածանքների շրջանակներում։ Մենք գործում ենք այս նույնականացման սկզբունքով, Հիսուսի պես ավետարանում, Հիսուսի պես սիրում, այսինքն այդպես պիտի անենք, որն էլ իր հերթին նաև հալածանքների շրջանակներում բերում է նույնականացում, որովհետև եթե ինձ ատեցին, ձեզ էլ պիտի ատեն։ Եվ դրանից հետո ասում է, որ նաև այո, լինելու են ընդունողներ, որ եթե իմ խոսքս պահեցին, ցելներ կպահեն։ Ու որի արդյունքը մենք այսօր տեսնում ենք։ Այդ սկիզբը տրվեց այսօրը, երբ որ Հիսուս խոսում էր աշակերտների հետ, բայց կատարվում է հիմա այստեղ այս դահլիճում։ Նաև եղան մարդիկ, որ ընդունեցին։ Լավ, ինչ ընդունենք ըստ համատեքստի։ Ընդունեցինք Հիսուսի որդաճու, Հիսուսը մեզ նախընտրեց, ասում է, ես ձեզ աշխարհից ընտրեցի, որի շնորհիվ մենք որդաճուղերն ենք, եւ եթե որդաճուղի եւ որդի մի մասն ենք, նույն գործի, նույն հալածանքի եւ ամեն բանի մեջ ունենք նույնականացման այդ մոդելը։ Եվ դրանից հետո 21 համարում ասում է, բայց այս ամենը իմ անվան պատճառով կանեն ձեզ։ Իմ անվան պատճառով դիատո օնոմամու եբրայերեն, հունարեն կներեք։ Արտահայտությունը կնշանակի հետևյալը. Հիսուսի ով լինելու պատճառով։ Իր անձի եւ իր ուսուցման պատճառով։ Ոչ թե բուն անվան գաղափարն է, այլ Հիսուսի ով լինելու, Հիսուսի անձի եւ ուսուցման պատճառով մենք պիտի լինենք ադելի աշխարհի համար, որովհետեւ մենք էլ նույն ուսուցումն ու անձի բնույթն ենք կրում Քրիստոսով։ Հիսուսը բացատրում է հալածանքների իրական պատճառը, վերջում ասելով. այս ամենն էլ անելու են,
որովհետև ինձ ուղարկողին չեն ճանաչում։ Նորից այդ սկզբունքը։ Փառք Աստծո, սաղ Աստված ճանաչող են Աստծո անունը կուտան, հենց Հիսուսի անունը կուտաս, որովհետև Հիսուս ճշգրիտ ներկայացուցիչն է Աստծո, դու կդառնաս ատելի։ Քսաներկու համարը։ Եթե ես եկած նրանց այդ խոսածած չլինեի, Հիսուսն ասում է։ Խոսում է իրենց բարոյական պատասխանատվության մասին։ Հունարենում մեղք բառը համարտիա նշանակում է նպատակից շեղվել։ Մինչև Հիսուսի գալուստը մարդիկ կարող էին, ավելի ճիշտ, կարող էին ասել, որ չգիտեն ճանապարհը։ Մինչև Հիսուսին ֆիզիկապես գալը, տեսնելը, ամեն մեկը մի պատճառ կարար բռներ, որ թե մենք չգիտենք ճանապարհը, դրա համար շեղվում ենք, հիմա եկել կանգնել եմ իմ ուսուցումով, իմ կյանքով, իմ օրինակներով եւ ես եմ միակ ճանապարհը, եթե ես էլ եկած չեղնեի, ձեզ հետ խոսածած չլինեի, ու ճանապարհը ցույց չտված եղնեի, դիք ուրիշ տեսակետով կդիտվեր։ Բայց հիմա ձեր համար որևիցե կերպով արտարացում գոյություն չունի։ Որովհետև ես եկել եմ ու ձեզ հետ խոսացել եմ։ Սա վերաբերվում է այն ժամանակ աշխարհին եւ հիմա։ Այն ժամանակ աշակերտներին եւ հիմա մեզ։ 23 համարում էլ ասում է, ով ինձ ադում է, իմ հորն է ադում։ Ցույց է տալիս հոր եւ որդու միասնությունը։ Հունարենում ուղիղ եւ հստակ հայտարարություն է ադելության ավտոմատիկ կերպով Հիսուսի հանդեպ ադելությունը այլ հայրաստված։ Ոչ թե սպառնալիք է, այլ հոգևոր ճշմարտություն։ Ովքեր մերժում են որդուն, մերժում են հորը։ Դրանից հետո 24-րդ համարում ասում է. Եթե այն գործերը չէի գործել նրանց միջումը, որ մեկը ուրիշը գործեց, մեղք չէին ունենա, բայց հիմա տեսան էլ եւ ադեցին էլ ինձ։ Եթե նրանց մեջ կատարած չլինեի այս գործերը, սա եզակիություն է։ Այն գործերը, որ ես կատարել եմ, որևիցե մեկը չի կատարել։ Եվ այն գործերը, որ ես կատարել եմ, կատարյալ ճշմարտություն են, թե խոսքով, թե հրաշքների մագարտակով, թե ամեն սիրո բնույթով։ Եվ եթե ես այդ ամենից երաց չեղնեի, մեղք չէին ունել, բայց հիմա որ երել եմ, իրանք մերժել են եւ մինչև որս հազարավոր տարիներ անց են մերժում են, ելք չունին ներվելու, չեն կարանալու արտարանան, ասեն, որ գիտեք, մենք չգիտենք, մենք չենք տեսել, մենք չենք տեսել, տարիներ, դարեր շարունակ նույն սերը, նույն հրաշքները, նույն գործողությունները Տերը տածում է մինչև օրս։ Բայց դա տեղի ունեցավ, որպեսզի կատարվի նրանց օրենքում գրվածը։ Նորից Հիսուսի մեջ բերումն է Սաղմոս 35:19-ից, 69:4-ից, ինձ առանց պատճառի ադեցին։ Առանց որևիցե պատճառ ունենալու։ Նշանակում է, որ Հիսուսը ոչինչ չէր արել ադելության արժանի, եւ երբ որ դուք եք աշխարհ դուրս գալիս ոչինչ չեք անում ադելության արժանի, բայց պիտի ատվեք անարտար եւ անհիմն։ Ինչ հիմնական դասեր ենք վերցնում այս հատվածից, եկեղեցի ջան։ Ինչպիսի օրհնյալ հիմնական դասեր։ Հավատքի կյանք ապրելը գին ունի։ Հիսուսը հստակ ցույց է տալիս, որ լինել Հիսուսի աշակերտ նշանակում է լինել պատրաստ։ Պատրաստ եղեք, ինչի՞, որ պաճենճակտներին պիտի տնեն։ Սա ոչ թե կյանքի անհաջողություն է, այլ ճշմարիտ ճանապարհի վրա լինելու ցուցիչ։ Հավատարիմ քրիստոնյա ապրելը նշանակում է հագարակվել աշխարհին մեղքին ու բոլոր աշխարհային համակարգին։ Ուստի, երբ որ դու էլ հագարակ ես այդ համակարգին, բախումը անխոսապելի է։ Տեսանք Հիսուսի նույնականացումը,
այս գեղեցիկ դասը, ծառան ավելի մեծ չէ կան Տերը։ Սկզբունքը ցույց կտա, որ մենք Հիսուսի նույն այդ ապրելակերպն ենք կիսում։ Իր հալածանք ենթարկվելը, սիրելու, ծառայելու համար մենք նույնը պետք է սպասենք։ Ովքեր իրան ընդունել են, մեզ էլ կընդունեն, ովքեր որ չեն ընդունել, այո, պետք է հակառակվին։ Ընտրությամբ պատրաստվածությունը, պատասխանատվությունը եւ ճշմարտությունը մատչելի է, մարդիկ չեն կարողանալու ասեն, որ իրենք այլևս ճշմարտությունը չգիտեն։ Հիսուսի գալուստը մարդկանց կանգնեցրել է պարզ ընտրության առաջ։ Այլևս չկա անգիտության արտարացում։ Դադաստանի օրը տեսնելու ենք, որ մերժողը գիտակցաբար տեղին էլ մերժել է։ Երբ որ ասում ենք անգիտություն եւ այլ, սա հոգեվոր կուրության մակարդակում, բայց գիտական մակարդակում կարա այդպես չգործե։ Եվ մենք էլ, սիրելի քրիստոնյաներ, երբ որ ճշմարտությունը գիտենք, մեր գիտենալու համար ենք պատասխանատու, ինչքանով ենք մասնագից որդատրունքի կյանքին։ Տեսանք նաև հավատքի ու աշխարհի տարբերությունը։ Աշխարհը սիրում է իր նմաններին, եթե քեզ էլ է սիրում, մի քիչ դու ես իրան նման, գիտես։ Եթե քեզ եք սիրել, դու էլ իրան այնքան նման հարցերում նման ես, քեզ հետ խնդիր չունի։ Քրիստոնյան ապրում է այլ արժեքային համակարգները, որը պատճառ եւ հիմք է, որբեսի աշխարհը ադի իրանց։ Նաև տեսնում ենք մխիտարություն տառապանքի մեջ։ Հիսուս չի ասում մի տառապեք, այլ բացատրում է, թե ինչու համար է գալիս տառապանքը։ Դա գալիս է Հիսուսի անվան պատճառով։ Երբ որ դրանք այլ իմաստ են ստանում, դրանք ապացուցում են, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Եվ վերջում տեսնում ենք, որ աստվածային ճանաչումը միասնական է, ով որդուն մերժում է, հորն էլ է մերժում, ով հորը մերժում է, որդուն էլ է մերժում։ Սա ցույց է տալիս, որ Աստծո ճանաչումը անխզելի կապված է Հիսուսին ճանաչելու հետ։ Ճանաչել Աստծուն, սա անխզելի կերպով նշանակում է ճանաչում ենք Հիսուսին։ Չենք կարող ասել Աստծուն ենք ճանաչում, բայց Հիսուսին չճանաչենք, որ Հիսուսի մեջ էր բնակված աստվածության ամբողջ լեցունությունը մարմնապես։ Անարտար հալածանքների իմաստը ո՞րն է։ Ինձ առանց պատճառ ադեցին, Հիսուսն ասում է։ Ցույց կտա հալածանքների անարտար լինելը։ Չհուսահատվիք, երբ որ անարտար կերպով ցեզի հալածում են, անգամ ձեր արտարացի հալածանքները եւ անարտար հալածանքները Աստծո ծրագրի մեջ հատուկ մասնեբաժին ունեն։ Ուժովացեք, որովհետև դուք Աստծո ծրագիրն եք իրականացնում։ Հիսուսի գործերը, բառերը, վկայությունները իրավով լինելու մասին լիքն էին։ Մերելին հարություն տվեց, սա էշտանք, մերելին է սպանենք, հարություն տվողին էլ։ Մի սպասեք, որ ձեր հանդեպ պետք է արտար վարվին։ Այս դասերը կարևոր են օրվա քրիստոնյաների համար, որբեսի ռեալիստական սպասելիքներ ունենան ու հոգևորապես պատրաստ եղնին դժվարություններին։ Մի քանի խորհուրդներ եւ վերջացնենք։ Ուսուցման բնագավառում։ Դուք մեկիդ այս պատրաստվածությունը փոխանցեք, ռեալիստ եղեք այս հարցերի մեջ։ Եկեղեցին պետք է ազնիվ եղնի իր հավատացյալների հետ։ Շատ եկեղեցիներ կսեն, եկեք Հիսուսի մեջ ու դուք խնդիր չեք ունենա, օրտնված կլինեք, այս կլինեք, պատրաստ եղեք ասելու, որ եկել ես ստեղ պիտի հալածվիս։ Աշխարհը քեզի հակառակ է գնալու։ Սովորեցրեք այս ճշմարտությունը։ Մարդիկ պիտի գիտենան, որ դժվարությունները քրիստոնյայի կյանքում բնականon է։ Մի խոստացեք երբևիցե ուրիշներին լավ կյանք, այլ խոստացեք իմաստալից ու ճշմարիտ քրիստոնեական կյանք, որի վերջը ամենաբարին է։ Ստեղծեք մշակույթ վկայության։ Ուսուցանեք անդամներին։ Ձեր կյանքով վկայություն եղեք, որ դուք եք մասնագից Քրիստոսի կյանքին։ Ձեր գործերն էլ թող ցույց տան Քրիստոսի գործերը։
Ձեր բնավորությունը, ծառայությունը, սերը, քարոզչությունը։ Համայնքին աջակցեք, ամրապնդեք, ներքին միություն ունեցեք։ Երբ որ ինչ-որ մեկը ավետարանի մեջ է ու հալածվում է, դուք եղեք այդ մարդուն Քրիստոսի խոսքերով մխիթարող, որ հիշեք, որ Քրիստոսից առաջ, ձեզնից առաջ Քրիստոսին հալածեցին։ Եվ եթե հալածանք ունիք, բաժին ունիք Քրիստոսի, իսկ այդ բաժինը հավիտենական կյանքն է։ Պատրաստեք հալածանքի համար։ Փափուկ բարձմիկ դրեք, աջակցեք, սոցիալական դժվարություններում էլ աջակցեք։ Աղոթքի խմբեր հիմնեք։ Գործնական օգնեք մեկըդ մյուսիդ։ Բարգավաճման ավետարան չքարոզեք երբևիցե։ Թե ինչ, եթե հավատաք Հիսուսին, ամեն ինչ լավ կեղնի։ Աստծո այդ հարաբերությունները աշխարհի հետ հակառակությունն ու դիք շատ դժվարություններ է բերելու մեր կյանք։ Ուսուցանեք բարոյական քաջություն։ Մարդիկ պետք է սորվին եկեղեցու մեջ պահպանել քրիստոսակերպությունը։ Ամեն ժամանակ գործածեք Քրիստոսի նմանվելու համար։ Սովորեցրեք ինչպես նման լինել Քրիստոսին ու գործնականում ապրել Քրիստոսի պես։ Աջակցեք, ստեղծեք ուղղորդման ծրագրեր իրար հետ։ Հավաքվեք իրար հետ, մտածեք, ինչ ենք որ Տիրոջ գործի մեջ մասնեբաժին ունենանք, որ լինենք պիտանի անոթներ, լինենք Քրիստոսանման անոթներ։ Ինչպես ապրենք այս աշխարհում, բայց չեղնենք աշխարհից։ Ցուցաբերեք գործնական օրինակներ։ Պահպանել հավատքը կյանքի տարբեր մարտահրավերներում, օգնեք միմյանց, դուք ինքներդ էլ պահպանեք։ Աղոթքի ու սրբության կարևորությունը։ Սովորեցրեք մեկըդ մեկի, որ մեր կյանքի բոլոր քրիստոսյան օրինակները բխում են Աստծո հետ մեր հարաբերություններից։ Ու մենք կարանք աշխարհի ճնշումներին դիմակայենք Աստծո հետ ամուր հարաբերությունների շնորհիվ։ Ցուցաբերեք կյանքի որակ։ Աշխարհը կարա ցեզի չհասկանա ու 100% չի հասկանալու, միլիարդ% չի հասկանալու։ Չակնկալեք, որ եթե տալար պարդուն խաչեցին, ցեզի պիտի պաճեն ճակ տներին տնեն։ Անկախ ամեն ինչից մնացեք Տիրոջ գործի Քրիստոսանմանության մեջ։ Գտեք ճշմարիտ ավետարանչական հոգի։ Քրիստոնեական ճանապարհները ամեն մեկի կյանքում տարբեր են։ Բայց բոլորդ ուղղորդված եք Քրիստոս ցույց տալու համար այս աշխարհի մեջ։ Ստեղծեք ձեր ինքնուրույնությունը Քրիստոսի մեջ։ Օգնեք մեկըդ մյուսիդ հասկանալ Աստծո զավակ ու աշխարհի զավակ տարբերությունը։ Եղեք քրիստոնյա աշխարհի տարբեր բնակավարերում, քու ուսման տեղը, քու գործի մեջ, քու դասի տեղը, դու ամեն տեղ ուր էլ եղնես։ Հիշելով մի բան, որ դու անհատականություն ես Քրիստոսի մեջ, ով, այո, պետք է նաև ենթարկվի անհամաձայնությունների ու խնդիրների։ Ու այն ինչ որ մենք անում ենք այս աշխարհի մեջ սիրելիներս, պիտի անենք սիրով, ոչ թե պատերազմական մոտեցումով։ Մեր դեմ գալիս է պատերազմ, երբ որ մենք ավետարանում ենք, բայց մեր նպատակը սիրով գնալ առաջ, հանուն ավետարանի գործի եւ նաեւ սիրով ընդունել այն բոլոր փորձություններն ու դժվարությունները, որի մասին Քրիստոս մեզ նախապես զգուշացրել է։ Մենք չենք պատերազմում աշխարհի մարդկանց ֆիզիոլոգիական կյանքերի դեմ, այլ ցուցաբերում ենք ավելի լավ ճանապարհ։ Ու այդ ավելի լավ ճանապարհը Քրիստոսի գործը կատարելն է, անկամ եթե այո դժվարությունները գալիս են։ Հիշեք, որ Քրիստոս մեզանից առաջ հալածվեց, նույն գործի համար հալածվելը պատիվ է, ոչ թե խնդիր,
Թող Տերը օրհնե ամեն մեկիդ, իմաստություն տա, որ այս գործի մեջ մասնեբաժին ունենաք, տարբերվեք աշխարհից ու քաջ լինեք, երբ որ կերպ փորձությունների եք ռաստովելու։ Ինչ եմ ասում, սիրելիներս։ Փափուկ բարձից գլուխներս հանելու վաղտն է։ Ավետարանի գործը կատարելու ժամանակն է։ Չի կարելի աշխարհին համընտած քայլել ու գնալ։ Չի կարելի տեղում քայլով մարդ շենել ու նմանվել աշխարհին ու անհոգ քրիստոնեական կյանք վարել ու ասել, որ մենք Քրիստոսին նման ենք, որտեղ Քրիստոսին նման լինել մի աշխարհահամակարգում, որը հակառակ է Քրիստոսին, պարզապես անհնար է։ Իսկ եթե դու աշխարհում ես առանց խնդիրների, որևիցե կերպով Քրիստոս չի երևա քո կյանքում, դու արդեն իսկ խնդիր ունես Քրիստոսի հետ։ Քո խնդիրը առաջին հերթին Աստծո հետ է, Աստծո գործի մեջ է։ Իսկ ինչ մնում է, եթե դու կաս Քրիստոսի կյանքի մեջ, եթե դու հալածվում ես Քրիստոսի անվան համար, մի բանով մխիթարվի։ Ոչ ոքի մեծ բաժին չունի, եթե իր խաչը չվերցնելու հետևից կա։ Իսկ Հիսուսի հետ բաժին ունենալն էլ խոստման տեսակետից հավիտենական կյանք, Հայր Աստծո, Որդու և Սուրբ Հոգու հետ միասին։ Եկեք ոտքի կանգնենք ու աղոթենք։ Սքանչելի Տեր, շնորհակալ ենք խոսքիդ համար։ Գիտենք, որ շատ ժամանակ համընտած եք գնում աշխարհին ու մեր կյանքերում էլ շատ ժամանակ չենք տարբերվում։ Դրա համար աշխարհի մեջ մեր խնդիրները զոտ մարդկային խնդիրներ են։ Չկա քրիստոնեական այն հալածանքը, այն դիմադրությունը շատ շատերիս մոտ, որովհետև անհոգ ենք քո գործիդ մեջ։ Կխնդրեմ էլի Տեր, գործածես մեզի, կիրառես քո փառքիդ, քո գործիդ, քո ծառայության մեջ։ Այդ քրիստոսյան կյանքը ապրենք։ Այդ դժվարություններով անցնենք, որ ավելի գնահատենք ու տեսնենք այն ամեն ինչ, որ Քրիստոսի մեջ կա։ Ամրացնես մեզի, Տեր, մասնեբաժին սարքես քո մեծ հանձնարարականիդ։ Օրհնես այն միսիոներական դասարանը, ծրագրերը, որը անելու ենք ու անում ենք, Տեր։ Այս Գյումրի քաղաքում այս եկեղեցին ավետարան տարած է, Տեր, մասնեբաժին ունենա։ Քո որդու գործի մեջ, կյանքի մեջ մասնաբաժին ունենա, Տեր։ Կխնդրեմ ամեն մեկի կյանքը ավետարանչի կյանք սարքես։ Որ ես քո մեծ հանձնարարականիդ մեջ Տեր քո փառքը ցույց տան աշխարհին։ Ամեն մեկին Տեր ցույց տաս Քրիստոսի ենք հաղթությունն ինչքան գեղեցիկ է Տեր, հակառակ գնալ մի աշխարհակարգի, որը քեզի է հակառակ։ Մեզի իմաստություն տաս քրիստոնյա ապրելու։ Ու ներես մեր մեղքերը։ Այս պահին կորած մեր այսօրվա մեղքերը, ամեն կյանքի ամեն բնակավարի սխալները ներես Տեր։ Ու իմաստություն տաս, որ քո փառքիդ համար ապրենք ու արժևորենք այն ամեն ժամն ու վայրկյան, որ դու մեզի հնարավորություն ես տվել քեզի ծառայելու։ Ու դու փառավորվես մեր կյանքերում, մեր գործերում, մեր հալածանքներին, մեր լենությունների մեջ էլ, Տեր, ամեն ինչի մեջ, Հայր, Որդի ու Սուրբ Հոգի։ Ամեն։ Նստեք սիրելիներս։